Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ այսօր նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ոչինչ չի կարող տալ։ Սա հերթական հանդիպումներից է լինելու ուղղակի ցույց տալու համար, որ գործընթացը փակուղում չէ։ Կարծում են մեր համաքաղաքացիները։ Նրանց դիտարկմամբ ամեն վարքյան կրկին կարող են խոսել թնդանոթներն ու հրետանին։ Ես արդեն վաղուց ակնկալիքներ չունեմ։ Դրանցից ոչ մի լավ բան չեմ սպասում։ Ոչ Ալիևից, ոչ Սարգսյանից, ոչ էլ Պուտինից։ Որովհետև ոչ մի բան չեն անում, հանդիպում են, իմաստը որն է չեմ հասկանում, մեր ջահելներն են դեռ զոհվում են։ Ոչ մի բան չի փոխել, էլի կռիվ առնելու։ Թուրքը չի հանգստանալու։ Մեկը ինքը Թուրքիայի միջնորդությամբ էլի պատերազմա սկսվելու։ Մենակ բան որ ուժեղ լինենք, հզոր բանակ ունենանք, որ մեզնից վախենան։ Միշտ ուժեղից են վախենում։ Պիտի ազգովի գումար հավաքվի, չգիտեմ, օլիգարխները, բիզնեսմենները թող իրանց գրպանները քիչ դնեն, բանակը ֆինանսավորեն։ Եթե ռուսը մեզ զենք չի տալիս, մենք ուրիշ տեղից պիտի առնենք զենք։ Նա իր կարծիքներն ունի, մենք մեր կարծիքը ունենք, ոչ մի բան չի փոխվելու։ Ալիևը իր գիզնակ թելելու։ Երբևիցե ոչ մի բան չի փոխվում։ Ես գտնում եմ, որ դա խաղեր է ուղղակի, չգիտեմ։ Ամենքը իրեն շահերն են պահում։ Երկկողմանի խաղ ինձ թվում է բոլորն են խաղում։ Նաև միգուցե մեր նախագահան։ Գործունեությունից է կախված, թե ով ինչ քայլերի կդիմի։ Ժամանակահատվածը դա բնորոշ մի բան չի երևում մոտ ապագայում։ Բայց բանավաճի կյանքում չի վերջանալու։ Ինձ թվում է բոլորիս հայտնի պատճառներով։ Բոլորին ձեռք է տալիս, որ սենս լինի։ Բոլորին։ Մի կողմից Արամեծյան կողմին, մյուս կողմից Ռուսաստանի Դաշնությանը։ Շատերի կարծիքով, եթե հանդիպումը կազմակերպում է հակառակորդին զինող Ռուսաստանը, պարզ է, որ Հայաստանն իր շահերն առաջ մղել չի կարող։ Պուտինը շատ միակողմանի քաղաքականություն է բանեցնում, բոլոր զենքերը վաճառում է ադրբեջանցիներին, մենք էլ որպես զինակից, դաշնակիցներ պետք է կարողանանք մեր բաժինը ստանալ։ Հույս ունեմ, որ այդ փոփոխությունը կկայանան։ Ինչքան ժամանակ այդ զենքը վաճառել են եւ չի հասնում տեղ, այդ որտեղից է գալիս, որ չի հասնում։ Ոնց է լինում, որ Ադրբեջանին հասավ այդքան շուտ, բայց մեզ չի հասնում։ Եվ ամենացավալին նա է, որ Ադրբեջանին վաճառում են հարձակողական զենք, իսկ մեզ պաշտպանողական։ Ռուսաստանը միշտ էլ այդ ռուսների ասած իսպակոն վիկով իրանք միշտ իրանց շահերն են քթել պաշտպանել այս Անդրկովկասում եւ չգիտեմ, չեմ շատ հիասթափված ասեմ, ինչ ասեմ, չգիտեմ։ Տենց անորոշ վիճակ է։ 100 տարի առաջ ոնց որ ռուսը տվեց մեր հողերը, այն նույնն էլ հիմա է ուզում տա։ Անի Գևորգյան, Արտուր Ղարամանյան, Առաջին լրատվական։